Հոս արյավ դիմերելոց, որտնյալ է հարությունը Քրիստոսի։ Սիրելիներ քարոզիչներում կո ընդհանրապես խոսքը շատ կլա։ Այսօր եղբայր Հարութը իր առաջնորդության ավարտին մեզ մեզ խնդրեց, որ մդի գնենք։ Մի օր հավատացյալ բժիշկ եղբորը մոտ կացած էի հալերում, սա ոնց է կլինի կը դարք է սիգարևորը բաղը լալու չէ, անշուս եղանակցում է, սա եղբայրակով, ասի փիլիսոփայություն է։ Աստված մեզի գոգն է ամեն թե։ Մի հատ ևս սիրական մի բան ներկայացնեմ ձեզի սովորություն, եղբայր արի, անունովդ երկար ապրիս, մեր եղբայր անունը Հարություն է, Հալեբի սովորության սուրբերու անվանագոչությունը գնշեն, Սուրբ Հակոբին ինձիրիսեն անունովդ ապրիս, Վարդանանցկոնին եղբայր Վարդանին գսեն անունովդ քաչ ապրիս, Հարության դոնի արդի եղբայր Հարութ մեր մաղթակն է, որ առողջ երկար ապրիս, Հարության զորության ապրիս և Աստված քեզ քու ընտանիքիդ և եկեղեցին քու վրա պահե, Տերը քեզ շատ օգնի։ Մեկ հատ ևս։ Ամերիկացի կսեն, թե ամեն առավոտյան տղամարդիկ պետք է որ իրենց կիներուն կսեն I love you։ Մեկ հատ պետք է իրենց և ամեն երեկոյան մեկ հատ պետք է ասեն forgive me, ներենիցի, որ եթե ավուսինը դիկլո շատ է սխալն ունեցած է, forgive me։ Հիմա ասի ինչու կպա, ոչ թե պամուքի դեմ գուզեմ փոխանցեմ։ Տղամարդիկ ինչ կսպասեն, հիմա մենք մեր գիներում պիցենք I love you, forgive me։ Իսկ տղամարդիկ կսպասեն, որ իրենց գանայք քաչաներական խոսք մնացեն։ Անցյալ իրագի և պատկամը դվի վերջի դիգինս ինձի քաչաներեց, կսավ Հակոբ լավ վերի ձագազարդի պատկամս 4 աբեդարաններ են վերցուցիր։ Տեսավ, որ կնահատական ստացել է։ Իմ այսօրվա պատկամը սիրելին էր Հարության պատկամը, ոչ թե անցյալ իրագվա պես պիտի նշեմ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, բայց պատկամի փոխանցությունը մեզի պիտի կա 4 աբեդարաններ են և ապա մի քիչ Հարության վարդապետության մասին պիտի խոսեմ։ Թեփքը և մի քիչ։ Անշուշտ հնարավոր չէ մեկ քարոզի մեջ տեղավորվի, սակայն որոշ չափով կարելիս պիտի անեմ։ Ուրեմն սիրելիներ, Աստուծո օգնությամբ այսօրվա մեր նյութը, արդեն օրը նյութը իր հետ բերած է Քրիստոսի հարությունը։ Ինչպես կհավատաս Քրիստոսի հարության։ Ինչպես։ Նախ ասեմ, որ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնյաներուն, ճշմարիտ քրիստոնյաներուն, ամենափարդ հարցերուն իսկական պատասխան։ Տագնապ ունիս, հիվանդություն ունիս, ցախողություն ունիս, ուրախ ես, քո հեստերոջմեն, որովհետև պատասխանը Քրիստոսի հարությունն է։ Աստուծո սրբազան խոսքեր պիտի կարդամ Աբեդրանս Ղուկաս 24, 33-50։ Տեսնենք Ղուկաս Աբեդրանիք ինչպես մեզի կներկայացնե հարության թեփքը։ Նույն ժամուն Երուսաղեմ դարձան ու մեկտեղ ժողված կդան 11-ը ու անոնց հետ եղողները, որոնք կսեին, թե իրավցնե դերը հարություն արավ ու Սիմոնին երևցավ։ Եվ իրենք պատմեցին ինչ որ ճամփան պատահեցավ և թե ինչպես ինձինքը իրենց ջանցուց հաց կդրած ադեն։ Քանի որ այս բաները կխոսեին, Հիսուսին կայնեցավ անոնց մեջտեղ ու ուսավ անոնց. խաղաղություն ձեզի, բայց անոնք զարհուրելով կվախնային ու կգարձեին, թե ոգի մը կտեսնե։ Եվ ըսավ անոնց, ինչու խռոված եք և ինչու սրտերուդ մեջ խորհուրդներ գերնեն։ Տեսեք ձեռքերս ու ոտքերս, որ ես ինքս եմ, շոշափեցեք զիս ու տեսեք, վասնզի ոգին մարմին ու ոսկոր չունենա։
միշտ կտեսնեք, թե ես ունիմ։ Երբ Դագավին իրենց ուրախութենեն չէին հավատալ եւ զարմանքի մեջ էին, ըսավ անոնց, ուտելիք ունիք հոս, անոնք արգդորն ու խորոված սուպը ու մեղախորից տվին իրեն։ Արավ գերավ անոնց արջև եւ ըսավ անոնց։ Ասոնք են այն խոսքերը, որոնք ձեզի խոսեցա, եւ թե ձեզի հետ էի, թե պետք է որ կատարվի այն ամենը, որոնք Մովսեսի օրենքին ու մարգարեներուն մեջ եւ Սամոսներուն մեջ ինձի համար գրված են։ Այն ադեմ անոնց միտքը բացավ, որովհետեւ քիրքերը հասկանան եւ ըսավ անոնց։ Այսպես գրված է եւ այսպես պետք է Քրիստոս չարչարվեր եւ երրորդ օրը մերելներին հարություն առներ։ Անոր անունով ապաշխարություն ու մեղքերու թողություն կառուցվեր բոլոր ազգերուն մեջ Երուսաղեմեն սկսած։ Ու դուք եք այս բաներուն վգաները, եւ ահա ես իմ հորս խոստումը ձեզի կղրգեմ, բայց դուք Երուսաղեմ քաղաքից մեջ նստեցեք, մինչև վերեն զորություն առնեք ձեր վրա։ Ամեն, թող Տեր օրհներ իր խոսքը մեզ մեր յուրաքանչյուրիս համար։ Սիրելիներ, քրիստոնեության հիմքը, որ մեր հավատքը կհաստատվի այս հիմքին վրա, Քրիստոսի հարությունն է։ Եթե Քրիստոս հարություն արած չլար, շատ հավանաբար Քրիստոսի աշակերտները գրգին անգամ պիտի վերադառնային հութայականության, մոսեսական օրենքին, որովհետև իրենք վախի մեջ էին, թե ինչ որ պատահեցավ Քրիստոսի, հավանաբար փարիսեցիները նույն ճակատագրին ենթարկեն իրենցը, այսինքն իրենք ալխաչվին գանվո է մեկվա։ Հովանու 20:19-ի մեջ այսպես կգարտանք, նույն օրը մեկ շաբթի իրգուն, այսինքն գիրակ իրգուն, աշակերտներուն հավաքված տեղին դռները քոծ էին հրյաներեն վախնանուն համար։ Հիսուս եկավ անոնց մեջտեղ գայնեցավ ու ուսավ անոնց խաղաղություն ձեզ։ Սենյակի մեջ դռները փակված, բահվդած, տակնաբի մեջ էին, եւ Հիսուս կմտնե այդ վայրը, հարուցյալ մարմինով։ Եվ ապա առաքյալներուն վախը փոխվեցավ խաղաղության։ Եթե այսօր վախեր ունիս, եթե այսօր մտահոգություններ ունիս, հարության դոնի արդի Քրիստոս կուկա եւ գսե խաղաղություն քեզ, ողջույն քեզ։ Հիսուս իր առաքյալներուն խոսած էր իր չարչարանքներուն եւ մահվան ու հարության մասին։ Բայց երբ մահվան ժամանակը եկավ, աշակերտները վախնալով փախեցան։ Ինչու փախան, թեև Պետրոսը ասաց է ես ինքս քեզի համար կուտամ, քեզի հետ մերներու կերտամ, որովհետև տեսան չարչարանքին սարսափը եւ հոն վախի մեջ ինգան եւ փախան։ Երրորդ օրը, խաչելության երրորդ օրը, երբ աշակերտները հարության լուրը արին, չի կարողացան հավատալ։ Երբ որ աբեդարանները կգարտան սիրելիներ, այս մեկը շեշտադրված է, չհավատացին։ Հիսուս երևցավ անոնց, հանդիմանեց իրենց սրտերուն գաժնությունը եւ անհավատությունը։ Մարգոս 16-14-ի մեջ այսպես կգարտա։ Վերջը 19-ին երևցավ, ու երբ սեղան նստած էին ու թադաբարդեց իրենց անհավատությունը եւ սրտերուն գաժնությունը, վասնզի որոնց որ ինք երևցավ, մերեններեն հարություն արած, իրեն չհավատացան։ Մարգոս աբեդարանի 16-րդ գլխու մեջ 3 դեպք կա, որ Քրիստոս հարուտերեն ետքը ինձին իր աշակերտներուն գահայտնե, 3 դեպքին եզրափակումը չհավատացին։ Մատթեոս աբեդարանի երկրորդ գլուխներու մեջ երբ աբեդարանիչը Քրիստոսի ծնունդը գնիշե, 7 անգամներ հիշված է։ Այս բաները կատարվեցան մարգարեին խոսքին համեմատ։։։ ինչպես մարգարեն ասած էր ծնունդը, եւ անհավատությունը, եւ մեղքերու թողությունը, եւ զորությունը, եւ մեղքերու թողությունը, եւ անհավատությունը, 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 եւ ան
Եգիպտոս փախչելը, Եգիպտոսեն վերադառնալը, մանուկներուն չարտվելը, իսկ գիշե, որ ինչ որ կբադահեր մարգարեական հիմք ուներ։ Իսկ հարության ծնունդի դեպքի մեջ, իսկ հարության դեպքի մեջ Մարկոս Ավետարանի 3 անգամից է չհավատացին։ Բասնցի որոնց որ Քրիստոս ինք երեցավ մերեներեն հարություն արած իրեն չհավատացին։ Մարկոս 16-15-ի մեջ երբ որ Քրիստոս իրենց կհանդիման է եւ իրենց հավատքը կհաստատե, այսպես կգարտանք։ Աբա ըսավ անոնց. Կացեք բոլոր աշխարհ ու ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Սիրելիներ, հարության պատկամը մեզնե յուրաքանչյուրիս համար է։ Ամոր կհավատա ու կմգրտվի, պիտի փրկվի, եւ ամոր չհավատա, պիտի դատապարտվի։ Ամոր կհավատա ու կմգրտվի, պիտի փրկվի։ Տեսեք սիրելիներ, մենք ընդրություն չունենք աշխարհքալու, Աստուծո ծրագրով եւ մեր ծնողած փափակով մենք աշխարհ եկած ենք եւ ոչ ոք չէ ընդրած իր ծննդյան օրը, երկիրը, տարին, թվականը, ասի մեր ընդրուտել են դուրսը եւ մեզնե ոչ ոք գրնա թիտնալ, գրնա ընդրել իր մահվան օրը։ Մարդ չի գիտեր իր մահվան ժամանակը երբ է, անոր ծնած է, Բիդի մահանա, բայց սիրելիներ, ուրախ լուրը այն է, որ տուն այսօր գրնաս երաշխավորել, ապահովակրել քու հարությունդ։ Թեև չես գիտեր, որ Քրիստոս երբ կուկա և մերելները հարություն գարնեն, բայց տուն գրնաս ու ապահովակությունդ ունենալ, եթե հավատաս Քրիստոսի հարություն։ Հարության հզոր պատկաններեն մեկը այս Արաքի հարության արաքյաններուն անհավատությունը փոխվեցավ հաստատուն հավատքի։ Հիմա լեզվական աշխարհի մեջ որ զանազան լեզուներ տարբեր բառեր ունեն։ Հայերենի մեջ շատ փնտրեցի վստահության բառեր ավելի զորավոր։ Արաբերենի մեջ կա սիխա, որ կնշանակի վստահություն, գա յապտին, եւ կրուզեցի ասպարը հայերեն բառարանի մեջ գտնել ան փերավ ինքնավստահություն, խորունկ հավատ, անվերաբար հավատք, արաքյաններուն անհավատությունը փոխվեցավ գադարյան ինքնավստահության։ Հոգեբանությունը գսետ է ան, որ փորձառություն ապրեցավ, տուն իր հետ չես կրնար վիճապանի, զոր օրինակ տուն հիվանդ ես և տեղահատ մդվար կեզի բժիշկը, և այդ տեղահատը կործազելով տուն բժիշկը վար։ Կու հալեվանդ ընգերը պարեգամը տուկա կեզի գսետ է, այս տեղը անոքուդ է, այս տեղը դոննագի աստետություն ունի, շատ մի վստահիր, ասի կեզի բժիշկություն չի բերել։ Բայց տուն գտարնաս կսես, որ ես արի այդ տեղը խմեցի։ Եվ բժիշկը վեցա, ինձի հիմա տեղակիրություն մի փոխանցեր։ Հիվանդ էի, առողջացա, այսինքն այդ թեմայի շուրջ այլևս տունաս մարդուն հետ չես կրնար վիճապանի, ինչու փորձառություն ապրեցավ։ Արաքյանները և հարության փորձառությունը ապրեցան, անոնք ունեցան հաստատուն հավատք։ Հովանու 20-28-ի մեջ մենք այսպես կգարտանք։ Եվ Թոմաս պատասխան տվավ ու ըսավ անուն, իմ Տերս և իմ Աստվածս։ Եկավ, որտեղ ըսավ էր, եթե մատս իր գողը չխոտեմ և աչքերովս իր ձեռքերը ոտքերը չտեսնեմ, չեմ հավատար։ Երբ որ Հիսուս իրեն երեցավ, ձեռքերը ցուցուց, ըսավ եկուր մատը իր գողս, այս փորձառության են ետքը Թոմաս Արաքյալ ըսավ իմ Տերս և իմ Աստվածս։ Հիսուս ըսավ անուն, որովհետև տուն զիս տեսար, ադոր համար հավատացիր։
Երանի անոնց, որ տեսակ չեն ու կհավատան։ Ինչ նշանակություն ունեցավ առաքյալներուն համար հավատալ Քրիստոսի հարությամբ։ Ինչ բան փոխեց իրենց կյանքի մեջ։ Առաջին ինչ որ շեշտադրեցի անփեգաների վստահություն։ Երկրորդ գադարյալ հնազանդություն Քրիստոսի պատվիրաններում։ Ինչ որ Քրիստոսը լսած ծորված էին գրկվալ եւ իրենք գադարել ապես հնազանդեցան։ Մահացու հարված դվին իրենց անձնական եսին։ Շաբթուվա մեջ խոսեցանք, մարդուն խնդիրը իր մեջի եսն է։ Քրիստոսի հարությամբ առաքյալներուն եսը իրենց անձը, իրենց անձնասիրությունը, ինքնասիրությունը մահացավ։ Եվ ապա առաքյալները սկսան Հիսուս Քրիստոսի ծառայել մինչև մահ մնալով հավատարիմ։ Մահվան քնով հավատարմությամբ ծառայեցին Հիսուս Քրիստոսի։ Անոնք, որոնք խաչելության ժամանակ սարսափահար փախեցան, վերջերս YouTube իջեցուցած են, բայց շատեր սերտած են կամ որոնումներ հրացկտած են, որ ամեն մեկ առաքյալ ինչպես մահացավ։ Իրենք հոժարական խաչը հանցնարին, գլխադումը հանցնարին եւ Քրիստոսի անվան համար նահատակվեցան առանց վախնալու մահ։ Իսկ այսօր հիմա ասի առաքյալներուն վիճակը։ Իսկ այսօր մեզի համար ինչ նշանակություն ունի հավատալ Հիսուս Քրիստոսի հարությանը։ Ինչ նշանակություն։ Եկեք սիրելիներ այսպես ներկայացնենք։ Ով մեզի գսավ թե մենք քրիստոնյա ենք։ Ով։ Բարձրապես մենք քրիստոնյա ենք անոր համար, որ մենք քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած ենք։ Սուրիայում սիվիլ կանոններ կան, տուն ծնունդով արդեն պետությունը գիտե թե դու մուսուլման ես թե քրիստոնյա ես։ Ծնունդով հայտնի է որ դու որ մեկ հարանվանության կպատկանես, կամ առաքելական ես, կամ կաթոլիկ ես, կամ ավետարանական ես։ Օրենքը այդպես է, օրինակ ես ուզեմ եւ չուզեմ ծնած եմ քրիստոնյա, առաքելական։ Իմ դիգինս ուզե եւ չուզե ծնած է քրիստոնյա, բայց կաթոլիկ է։ Նույնպես ավետարանականներ կան։ Եվ ասիկա սիրելիներ, մեր ընդրությունը չէ, մենք քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած ենք։ Հեշտ բառը թրական բացատրությամբ ասի ճակատագիր է։ Մենք քրիստոնյա ենք, որովհետև մենք քրիստոնյա երկրի քաղաքացին ենք։ Օրինակ համար ինձ համար շատ բան կնշանակե իմ անձնակիրս հայկական, որ մեզի շնորհեցին, վրան օրինակ Հայաստանի Արաբական Հանրապետություն չէ գրված, որտեղ արաբական բառը մեզի համար խնդիր ստեղծած է։ Հայաստանի Հանրապետություն, եւ դու երբ կճամփորդես, որովհետեւ հայ ասլին մեջ են թերորիստ ահապեկիչ դուրս չէ եկած, երբեք մաքսաբունեն անցած ադենը անդելի ոստիկանությունը չի մտածել, որ դու կգնալ թերորիստ ես։ Եվ ես անոր այդ ուրախություն եւ հանգիստ կզգամ, որ հայկական պասպորտը կներկայացնեմ։ Բայց երբ որ արաբականը կներկայացնես, եւ ուզես չուզես սուրիացի ես, եգիպտացի ես, սաուդիացի ես, չգիտեմ ինչ, արդեն մեկ հատ միտքեն կանցնի, որ արդյոք դու ինչ ես։ Անոր համար Անկելիայի մեջ օրինակ մեկը ինձ ասավ, բոլոր մուսլիմանները թերորիստ չեն, բայց բոլոր թերորիստները մուսլիման են։ Ասի ինչ հայտնություն է, ամենքը այդպես չեն, բայց բոլոր տերորիստները ատկրոնքին կպատկանին։ Ինչու մենք քրիստոնյա ենք, որովհետև քրիստոնյա ընտանիքի մեջ ծնած ենք, որովհետև քրիստոնյա կոչված երկրի մեջ կապրին, երբ նորվեգիա կացի լսի ես հայ եմ, ինձ անմիջապես լսավ, դուք այդ ասն եք, որ առաջին քրիստոնեությունը պետական գրոնք ընդունած եք, բայց ես Հայաստանին չեմ եկած, սուրիացի եմ, մենք սա հայեր այդպես կին։ Հայ կնշանակ է քրիստոնյա, բատիվ է ասիկա մեզիոն։
սա, որ մենք քրիստոնյա ենք, արդյոք քու շրջանագդ եւ քու կորձերը կվգայեն, թե տուն քրիստոնյա ես։ Մեր կյանքը վգայելու է։ Հիսուսը ասա, եթե դուք իմ խոսքերս պահեք, ճշմարտաբար իմ աշակերտներս կլինեք։ Քրիստոսի խոսքերը պահել կնշանակե հնազանդի եւ հավատալ Քրիստոսի խաչելության եւ հարության, ընդունելով Քրիստոսին քու դերը եւ Աստվածը, ինչպես Թոմասը ասավ։ Երբ Թոմասը ասավ Հիսուսին իմ դերս եւ Աստվածս, Հիսուս իրեն ինչ պատասխանեց։ Հավատաց, ասավ։ Եվ Թոմաս պատասխան տվավ ու ասավ անոր, իմ դերս եւ իմ Աստվածս։ Հիսուս ասավ անոր, որովհետեւ դու զիս տեսար, ադոր համար հավատացիր։ Երանի անոնց, որ տեսած չեն ու կհավատան։ Հիմա եկավ գարկը մեր հավատքին, որ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, բայց Թոմասի պես տեսած չենք։ Եթե այսօր հարությունը քու անվերաբար հավատքը է, տուն երանելի ես։ Եթե ունիս այս հավատքը, Հիսուս քեզի գսե երանելի ես, եղբայրս, քույրս։ Ինչ է աս երանությունը։ Մատթեոս 10:40-ի մեջ Հիսուս գսե. Ան որ զիս կընդունի, ան որ Արաքյաններում գսե, ան որ ձեզ կընդունի, զիս կընդունի, եւ ան որ զիս կընդունի, զիս խրգողը կընդունի, ան որ մարգարեմը կընդունի, մարգարեի անունով, մարգարեի վարձք պիտի առնի, եւ ան որ արդարը կընդունի, արդարի անունով, արդարի վարձք պիտի առնի։ Մենք Հիսուս Քրիստոսը որպես արդար կընդունենք, եթե այո, ապա Հիսուս ինչ կսե։ Ու ան որ այս բզդիկներեն նեգուն միայն կավատն ու բաղ չուր խմցնե, աշագերդի անունով, ճիշմարիտ կսեմ ցեզի, փնավ իր վարձքը պիտի չգործընծնի։ Եթե դու ընդունիս Հիսուսը որպես մարգարե, որպես մարդ, այս կնշանակե, որ դու Հիսուսը ընդունիս որդի մարդու։ Իսկ եթե Հիսուսը ընդունիս որպես արդար, այս կնշանակե, թե դու Հիսուսը ընդունիս որդի Աստծո։ Եվ շատ մեծ է տարբերությունը։ Հիսուս Պետրոսին ասա, ով գսեն թե մարդիկ ով գսեն թե ես որդի մարդու։ Պետրոս պատասխանեց եւ ասավ, դու ես կենտանի Աստծո որդի։ Այո, Հիսուս մարդու որդի է։ Սակայն Հիսուս որդի Աստծո է։ Եկեք մեկ հատ նայենք Ղուկաս 23:47-ին։ Հարյուրավետը, որ կհսկեր Հիսուսի խաչելության։ Հարյուրավետը եղած է տեսնելով, Աստուծո փառք տվավ ու ուսավ. իրավցնե այս մարդը արդար էր։ Ես այդպես կգարձեմ, հարյուրավետը իր բաշտոնով երևի հսկիչն է, պատասխանատուն է մահապատչության գործողության։ Ինք կտեսներ, որ խաչելության դատապարտվածները խաչապայտի վրա ինչպիսի մահվան վերջին վարյաները արտահայտություն ունենան։ Եվ մենք Հիսուսի հետ խաչվողներ ենք իրենք, որ մեկ հատ ես սոսկալի գահայում էր Հիսուսի։ Եվ իսերետ որդի Աստուծո ես, ինքզին կդազատ է, մեզի արազատ է, որովհետև ամենաթաժան մահն էր։ Այս հարյուրավետը և կտեսներ Հիսուսի խաչելությունը և գլեսեր, եղբայր Հարութին ասածին ես մդիկ կներ, չէր էսեր արդեն մի քանի ժամը պիտի մահանա այս մարդը։ Եվ տեսան, որ Հիսուս իրեն խաչողներուն ներում ուտա, և ինչպես Աստուծո կհանցնվի, հարյուրավետը եղածը տեսնելով
Աստուծո փառք տվավ։ Ինչ հավատ։ Դու մեռած մարդ մահվան դատապարտված մարդուն կհավատաս, մահվան դատապարտված մարդուն կվստահես, պիտի մեռնի, վճիռը արձակված է։ Աստվածաբաններ գեցած են ասկիրականության արջը։ Մեկ հարյուրապետը մեկ խաչին վրա ապաշխարած աղազարը և սա իրավցնե այս մարդը արդար էր։ Իսկ Մատթեոս 27:54-ի մեջ այսպես կգարտակ։ Բայց հարյուրապետը և անոր հետ Հիսուսը բահողները, մահաբարձությունը գործադրողները, երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները խաչելության բանում, որովհետև երկրաշարժ տեղի ունեցավ, շատ վախցան ու ըսին. արդարե ասիգա որդի Աստծո է։ Գարժե սիրելիներ, հարյուրապետին խոսքերուն վրա գենալ, երբ Հիսուս կսե որ զիս արդար մոմոտունի, արդարի վարձկարն է։ Տեսավ Քրիստոսի արդարությունը և ջանցավ Քրիստոսի աստվածությունը։ Սիրելիներ, ես և դուք մեղավորներ ենք, բայց Քրիստոս մեր արդարությունն է, որովհետև ինքը մեր դերն է և մեր աստվածն է։ Որովհետև ընդունեցիր, որ Քրիստոս արդար է, Աստուծո որդի է, թուն կդարկու փրկությունդ։ Եվ Հիսուս այս խոսքերը գաբեց ծառայության հետ։ Կսե անոր փաշակը չուն գուտա աշակերտի անունով, անոր վարձքը գորակ չէ։ Որովհետև Քրիստոսի արդարությունը մեր ամենափոքր և հեշտ ծառայություններ մատուցանելը Քրիստոսի փառքին համար է, ամենափոքր ծառայությունը, որ գնես քույրս եղբայրս աշակերտի անունով, դերը գսե թե երանի քեզ է։ Երանություն բառը այն է, որ օրհնությունը քու մեջ է։ Օրվա պայմաններով երանի գսեին այն անձին, որ իր այքեին մեջ չոր ունի, որոքման չունի և անցրելի գարիք չունի, իր հորը իր արտը գվորոք է, և անոր գսեին երանելի, և որտուն Քրիստոսի անունով ծառայությունը կմատակարարես, տուն երանելի ես, որովհետև քեզնե դուրս կուկա օրհնությունը։ Օրհնությունը քեզնե կփխի, տուն եղած ես Քրիստոսի կյանքի չունի մեկ աղբյուր որոքելու քու շրջանակը, քեզնե դուրս եկածը Աստուծո հոգին է։ Եվ հիմա սիրելիներ ամբողջ կերպով պիտի անդրադառնամ հարության վարդապետության։ Քրիստոսի հարության հավատալը նոր կյանք է, որ դու նախապես չունեիր։ Հարությունը նոր կյանք է։ Նոր կյանքը մեկ բառով, եթե ուզենք մեկնաբանել, ինչ կնշանակի նոր կյանք։ Նոր կյանք կնշանակի քեր բնական կյանք, սովորական է, նորմալ է, ավելի բարձր կյանք։ Տուն Քրիստոսի հավատալով սկսավ փոխվել քու մտածելակերպը, վարմունքը, գործերը, քու սերը առաջ Աստուծո հանդեպ, ետքը մարդկության հանդեպ։ Հիմա քու ներսիդիդ բնագողը Աստուծո Սուրբ Հոգին է։ Առաջի Հովհաննես 4:4-ի մեջ այսպես գրված է. քանզի մեծ է հոգին, որ ծեր մեջ է, քան թե անիկա, որ աշխարհի մեջ է։ Ճշմարիտ քրիստոնյան աս աշխարհի հոգին, միտքը, մտածելակերպը, վարմունքը չունենար։ Քրիստոսի հարուցանով հոգին քու մեջ է, հարության հոգին քու մեջ է, կյանքը քու մեջ է Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Երկրորդ սիրելիներ, հարությունը հաղթություն է։
Քրիստոս իր հարությամբ հաղթեց մահվան։ Քրիստոս մեզ ազատագրեց մահվան վախեն, մահվան գորուստեն, ապականութենեն, այն հարությունը, որ ինձ արավ, շնորհեց իրեն հավատացողներին։ Քրիստոս մեզ ազատեց մեղքեն, հիմա ազատ ես մեղքի թադաբարդութենեն։ Բողոս Արաքյալ մեծ նամակն ունի, որ կգոչվի Հռոմայեցիս, եւ անոր մեջ շեշտադրված է արդարությունն է, եւ դու մեղավոր ես, թադաբարդված ես, բայց Քրիստոս քեզ ազատագրեց թադաբարդութենեն, մեղքի բադիժեն, Քրիստոս քեզ ազատագրեց մեղքի ամոթեն, Քրիստոս քեզ ազատագրեց մեղքի խղճահարութենեն։ Թերևս մեղքը կործե մարդոս մե չանուշնար, թերևս բացի ներսիտին ինք ունենա խղճահարություն։ Հիմա դու ազատ ես դանչանքի գաբանքեն։ Երբ մարդիկ կապաշխարեն խոստովանություն գնել, սկսին իրենց մեղքերը խոստովանել։ Օրն մեկը ասավ, թե ես կուզեմ ասավ իմ մեղքս խոստովանել, դեսիսի։ Մեղքերդ Քրիստոսի ու խոստովանես, բայց ինձի մի բատմեր, սա հանքիշ չեն, պետք է սա մեջ ես եղել է։ Ասի դու մեծ մեղքեր չես գործած, գիտեք ինչ ես սա, ամեն ինչ արկարացած, ասի խնդրեմ մի բատմեր, դանչանքը, ուզեր անիգա իր մեջ են թուրս հան, Քրիստոս ազատեց մեզ մահվնեն, մեղքեն և քերեզման։ Հիմա դու ունիս անմահ հոգի, դու գաբրիս կյանքի համար, ալ կյանքը քեզի համար իմաստ և նշանակություն ունեցավ։ Գիտես թե քերեզմանով ամեն ինչ պիտի չվերջանա։ Դժվարությունը, որ ունենամ Հայաստանի մեջ, մարդիկ կգարձեն, թե քերեզմանով ամեն ինչ պիտի վերջանա։ Անոր համար երբեք Աստծո վախը չի գա, շատ հանդիպեցա։ Քերեզմանով ամեն ինչ պիտի չի վերջանա։ Դու գիտես թե քերեզմանին ետքը պիտի միանաս ու փրկիտ։ Ուրեմն ինչու է մահը, որովհետև սիրելիներ մեր այս մարմինը ապականեցավ։ Մեղքի պատճառով այս մարմինը Աստծո թագավորությունը չի ժառանգել, արժանի չէ երկինքին, մարմինը գթարնա հողին, բայց սիրելիներ մեր հոգին այս մարմինի մեջ կապրի։ Հողը հող է, բայց երբ որ մեջի սերմը գնեդես, բդուղ կա։ Աստուծո հոգին, որ այս մարմինի մեջն է, Աստուծո հոգին բդուղը հավիտենական կյանքն է։ Քրիստոս ազատեց մեզ մահեն, մեղքեն և քերեզման։ Սիրելիներ, հարությունը Քրիստոսի արդարադատությունն է։ Լուրջ խնդիր է ասելը։ Արդարադատություն դերը քեզ պիտի վարձադրե քու հավատքի գործերուդ համաձայն, արդարադատություն դերը պիտի թադաբարդե մարդոց իրենց գործած մեղքերուն համար։ Մարդիկ արդարություն ուզեն, բայց ամենքս ինգած ենք, Քրիստոս մեզ ազատագրեց։ Հարությունը ապացույց է, որ գա աստվածային արդարադատություն իր ժամանակին։ Հարությունը մեծագույն ապացույցն է ճշմարտության։ Երկու թեփ կա Քրիստոսի կյանքի մեջ, որ հոն պատկամը գուկա մեզի երկինքեն ուղղակի հրեշտակները։ Երբ Քրիստոս ծնավ, հրեշտակները ավետեցին։ Երբ Քրիստոս հարություն արավ, հրեշտակները ավետեցին։ Կասկած չկա։ Արաքյանները կացին և դեսան հրեշտակները լսեցին պատկամը, որ գսե ինչու ողջը բերելներուն մեջ կփնտրեք։ Եվ վերջին գետը սիրելիներ,
հարությունը կյանքի ճշմարտության հույսն է։ Անսուդն Քրիստոս խոստացած է, որ այն որ որդուին կհավատա հավիտենական կյանք ունի եւ դատապարտության տակ չի նոր։ Մենք հաճախ մարդոց մեկը լսենք, որ գսեն հույս ունի։ Եվ ես կդառնամ կպատասխանեմ եւ գսեմ, ինչ հիման վրա դու հույս ունիս։ Հույսի հիմքը ինչ է։ Սիրելիներ, հույսը դրված խոստումին իրականացման սպասելն է։ Դու խոստում ստացած ես եւ հույս ունիս, որ խոստացողը այդ մեկը պիտի գադարե։ Գա մարդկային խոստում, գա աստվածային խոստում։ Քրիստոս անսուդն բեռնով խոստացած է եւ մենք իր խոստումի հույսով կսպասենք եւ ասիկա ավարտուն չէ։ Մենք հալեպի մեջ կույն ունենք երդասար տարիքին ամուսինը մահացավ, ասի կույրս ինչ է բարակատ, ինչպես պիտի անենք, սա չեմ պիտեր եղբայրագով, ասի ով ունիս եւ այլն, սա դակրս Ֆրանսիա է։ Հայտնի է ինչի մասին ու խոսենք, ասի պիտի օգնեք եզի։ Սա խոստացավ։ Եղբայրացությունը փորձեցիր կարելին անել։ Երեք ամիս անցավ։ Սիրենա կույր, ինչ լուր դակրոչն է, սա ոչ մի լուր։ Սի չէ որ խոստում դված էր։ Անա խելացի պատասխան դվա։ Սա բանի մարդու խոսք էր, սա վիրեմ դուսա։ Օրին աստված էր, եղբայրը մահացած էր, խոստում դվա։ Բայց Հիսուս այդպես չէ սիրելիներ։ Ով է խոստացող։ Միշտ երբ որ մեկը խոստում ուտա, ճաշնանք իր անձնավորությունը, որ այս անձնավորությունը իր խոստումը կհարկե, կպահե, անսուդն Քրիստոս իր հարության խոստացած է մեր ապականացու կյանքը անապականության փոխել։ Հարության հույսը սիրելիներ քեզի ամոթով չի ցկեր։ Սկիզբը ասես, այսօր դու վերնասկու հարությանը երաշխիքը ապահովակությունը գտնել, վերցնել եւ ապահովել։ Եթե այսօր քո կյանքը փնդրդուճի մեջ է, եթե փնդրում ես կյանքի իմաստը, Հիսուսը սա փնդրողը կգտնե։ Մարիամ Գիրագի արավության հարության արավոտը ուզել երթալ իր դիրոջ, կփնդրել ուր տրի անիգա, քարը ով պիտի կնորը։ Եվ անիգա կդավ, դերը սիրելիներ, կիջանշնակու սրդիտ փնդրդուկը։ Ինչ կփնդրես, ինչ է գալիքը, մոդեցիր Քրիստոսին։ Որովհետև դերը քու սրդիտ փնդրդուկը կիջանշնա և ուզե այսօր կեզ տեսնել երալության մեջ, անոր համար դերը այսօր կեզի հոս առաջնորդեց։ Որ թունկաս ոչ թե եղբայր Հակոբին լսելու, այդ փորձես մի քիչ տեսնելու Քրիստոսի հարության իրականությունը, ինչպես որ ավետարանի մեջ գրված է։ Եթե նկատի արեք ես այսօր ավելի քան 10 համարներ հատված են դուրս, հղում գրի, թե ավետարանը ինչ կխոսի Քրիստոսի հարության մասին։ Երբ դու գտնես Քրիստոսը, քո վախդ խաղաղության կփոխվի։ Քո անորոշությունը վստահության կփոխվի։ Եվ կսկսես Քրիստոսին հետ ապրել նոր կյանք։ Կյանքը կունենա իմաստ և նշանակություն, որովհետև առաքյալը ինչ կսե, մենք գիտենք, թե որու ենք հավատացել։ Դերը ցեզ արադավես օրհնես իրար։